Տվյալ համակարգի խանութ սրահներից ձեռք բերեք կերամիկական սալիկների լայն տեսականուց ցանկացած սալիկ, իսկ սալիկին համապատասխան սոսին ձեզ տալիս ընդամենը 1 դրամով։ Մանրամասները idealsystem.am։ Ողջույն, դուք դիտում եք առաջին լրատվականը, ես Ժիրայր Ոսկանյանն եմ, զրուցակիցս պատմաբան, մարտական եղբայրության անդամ Հրանտ Տեր-Աբրահամյանն է։ Պարոն Տեր-Աբրահամյան, եւ այսպես Հայաստանը եւ Ադրբեջանը ավարտել են խաղաղության համաձայնագրի բանակցությունները, տեքստը պատրաստ է, Հայաստանը սպասում է, որպեսզի այն ստորագրվի։ Մենք մոտեցանք խաղաղությանը։ Եկեք մի հատ նախ հասկանանք ինչ է տեղի ունեցել, որովհետեւ բավականին այսպես խառը ձևով են ներկայացնում են մարդիկ որոշ այնպես որ կարծես չի Ալիևը համարյա վախեցել է արագ աբալ համաձայնվել է, նախ Ալիևը չի համաձայնվել, Հայաստանը համաձայնվել է Ադրբեջանի վերջին ուղարկած առաջարկներին, որոնք վերաբերվում են արդեն այդ չհամաձայնեցված նախկինում երկու կետին, այդ երկու կետերը բոլորս գիտենք, մեկը վերաբերվում է ուրեմն իրավական հայցեր, իրար դեմ դատական process-ները, մյուսը որ սահմանին տեղակայված չլինեն օտար ուժեր։ Հիմա դա որքանով է վերաբերվելու արդեն այս ԵՄ դիտորդական առաքելությանը դադար կտեսնենք, բայց ամենայն դեպս ադրբեջանական քարոզչությունը շատ թշնամաբարամիշտ վերաբերվել, ինչպես եւ ռուսական այդ ԵՄ առաքելությանը։ Մյուսը ուրեմն շատ հստակ եղավ եւ Ադրբեջանի արտգործնախարարը եւ արտգործնախարարության առանձին պաշտոնական հայտարարությունը, որտեղ շատ հստակ նշված է, որ իրենք կստորագրեն այդ արդեն համաձայնեցված թուղթը միայն այն բանից հետո, երբ որ Հայաստանում կատարվեն սահմանադրական փոփոխություններ, երկրորդը վերջնականապես լուծարվի Մինսկի խումբը, որը նույնպես եւ ադրբեջանական եւ ըստ էության նաեւ ռուսական պահանջը։ Հիմա այսինքն այս համաձայնեցնելը դեռ չի նշանակում ստորագրել, որտեղ բոլորս հասկանում ենք, որ առնվազն սահմանադրական փոփոխությունները դա մի օրվա process չի, նույնիսկ մի ամսվա process չի, այսինքն այստեղ դեռ ոչ միտեղ մենք շտապելու չունենք։ Հա, այս պայմանը հստակ դրված է եւ սահմանադրությունն էլ պետք է փոխվի եւ պետք է փոխվի հանրակրվեով եւ այլն եւ այլն, այս ամեն ինչը դեռ process է։ Մյուսը ավելի կարեւոր, սա ինչ է տեղի ունեցել հարցի էությունը այն է, որ այդ խաղաղության պայմանագիր կոչված թուղթը իհարկե բավականին վաղուց արդեն գլխավոր թեման չի, ասենք 2 տարի առաջ, 3 տարի առաջ մենք կարող էինք դա որպես գլխավոր թեմա համարել, բայց հիմա մենք այդ պայմանագրից դուրս ըստ էության ունենք մի քանի շատ հստակ պահանջների ցանկ, որ Ադրբեջանը ներկայացնում է Հայաստանին, եւ դրանք շատ հետեւողական եւ պաշտոնապես ձևակերպված պահանջներն են, մի քանիսը միայն թվարկեմ, որտեղ դրանք բավականին շատ են։ Մեկը Միչանսկի հետ կապված, իրենք շարունակում են եւ իրենք եւ Ռուսաստանն ըստ էության նաեւ Թուրքիան պնդել, որ դա պետք է լինի այնպես, ինչպես որ նոյեմբերի 9-ի այդ 9-րդ կետը իրենց մեկնաբանությամբ ինչպես որ ներկայացում է, վերջերս էլի մի քանի անգամ շեշտվել է դա։ Հիմա այդ պահանջի հետ կապված տատանումներ են որոշ իրենք ուներում, դա արտաքին իրավիճակների հետ է կախված, դա հիմա մի կողմ թողնենք։ Մյուսը թուրքերի վերադարձը Հայաստան, մեր հայերեն լեզվով ասած, իրենց լեզվով ասած արևմտյան ադրբեջանցիների, էլի ես ուզում եմ, որ մենք լուրջ սրան վերաբերենք, որտեղ դա բան չի, տենց ռետորիկա չի, դրա վրա դա պետական քաղաքականություն է, դրա վրա մեծ ռեսուրս է ծախսվում, կազմակերպություններ, պարլամենտում եւ այլն եւ այլն։ Երրորդը իրենք ժամանակ առ ժամանակ խոսում են Հայաստանի այսպես կոչված ապամիլիտարիզացիայի մասին, այսինքն հստակ ասում են, որ որոշակի սահմանից այն կողմ իրենք կարող են իրենց իրավունք են վերապահում պրևենտիվ հարված հասցնել Հայաստանին եւ խոսք կա նաեւ էլի պաշտոնական մակարդակում հենց վերջերս Հաջիևն էր այդ օգնականը Ալիևի էլի շեշտել, որ Հայաստանը պետք է իր վրա պատասխանատվությունը վերցնի մեղավորության պատերազմի ամբողջ 88-ից սկսած ագրեսիայի, այսպես ասած, իրենց լեզվով, եւ ուրեմն հանձնի նաեւ այս իրենց պատկերացած ռազմական հանցագործություն եւ այլն եւ այլն։ Այսինքն նույնիսկ եթե այս ցանկի մի մասը պատկերացնենք, որ ոնց որ մի քիչ թեթևացնենք, ամեն դեպքում սա մեծ ցանկ է խաղաղության պայմանագրից լրիվ դուրս։ Եվ սրանք պահանջներ են, սրանք պաշտոնական խոսքում են հնչում եւ հետեւողական են ձևակերպում, մեկ անգամ չէ, երկու անգամ չէ, երեք անգամ չէ, դուք մինչեւ Ալիևի մակարդակ սրա մասին խոսվում է։ Այսինքն ինչ է սրանից բխում, որ նույնիսկ եթե այդ թուղթը չարաբաստիկ ստորագրվում է, դա ստորագրվում է, ելենք ասում, սահմանադրական փոփոխությունից հետո էլի հստակ շեշտվել է ու հա իդեպ մի բան էլ ասեմ, ես երեք կարդացի մի մեկնաբանություն, քաղաքական գործիչ է բավական հայտնի, ասում է շատ անսպասելի էր Ադրբեջանի ռեակցիան։ Այսինքն ես Ադրբեջանի այդ բաները ամփոփում եմ ուրեմն իրենց քարոզչությունը ամեն օր ստանում եմ եւ տարվա մեջ 365 օր կա, դրանից մինիմում 300-ը իրենք խոսում էին նրա մասին, որ սահմանադրությունը պիտի փոխվի Հայաստանի նոր ստորագրեն։ Դա իրենց այնքան դա բան էր, որ նույնիսկ դա չէի նշում արդեն։ Ասենք իմ նշումների մեջ ես դա անտեսում եմ, որովհետեւ դա ամեն օր էր ասվում։ Հիմա ինչ է սրանից բխում, որ
Իհարկե դա խաղաղություն չի բերում, որովհետև պահանջները շարունակվում են, թշնամանքը Հայաստանի դեմ շարունակվում է, անկախ այս թղթից, եւ ըստ էության սա այո, չհայտարարված պատերազմը մի բան էլ ավելացնեմ, որովհետեւ մենք ճիշտ հասկանանք։ Ոչ թե սա ինչ որ որովհետև կներեք, էլի մեր մոտ ընկալում են, որ ինչ-որ կապրիզ է երևի, անհասկանալի բան է տեղի ունենում։ Ոչ, իրական շատ հստակ ռազմավարական գիծ է, Ադրբեջանը իրեն ընկալում է որպես նմանավանդ բռնապետական պետություն լինելով, որպես հաղթող պետություն, ինքը պատկերացնում է իրեն որպես տարածաշրջանի հեգեմոն, իրենց պատկերացումն է, եւ ոչ միայն իրանք ասում են արդեն տարածաշրջանից դուրս մենք միջին տերության կարգավիճակի ենք ձգտում, հիմա սա որքանով օբյեկտիվ դա այլ հարց է, իրենց պատկերացումն է, եւ որպես հեգեմոն իրենց համար նաև շատ կարևոր է, որպեսզի հայկական գործոնը երբեք էլ այսպես չվերականգնի, գլուխ չբարձրացնի եւ ըստ էության Հայաստանը ստորադաս վիճակում ոչ թե այնպես ինչպես մեր մոտ պատկերացնում են մարդիկ երեք, որտեղ էլի ռեակցիաներ տեսա, որ երկու հավասար կողմերի մեջ խաղաղություն եւ դրանից հետո վեր սկսում ենք առևտուր անել, չգիտեմ, լավ ապրել, իրարից sense բան, չէ, տենց չի։ Իրենք պատկերացնում են իրենց որպես հեգեմոն, էսա իրենց քաղաքականությունը, եւ որպես հեգեմոն իրենք պատրաստում են թելադրել նաեւ քո ըստ էության ներքին քաղաքականությունը, որովհետեւ նույն է զինվելու հարցը, նույն սահմանադրության հարցը, սրանք յուրաքանչյուր պետության ինքնիշխանության ամենակարևոր կետերն են, չէ՞, սահմանադրություն, պաշտպանություն, անվտանգություն եւ այլն, սա պետությունների ամենասենց առանցքն է ինքնիշխանություն եւ այդ հարցերում իրենք փաստորեն քեզ թելադրում են ինչ եւ ինչպես դու պետք է անես եւ շարունակել են դա անել, բացի այդ էս էլ ավելացնեմ ու վերջացնեմ, որ էլի տենց ինքան մազալու մեկնաբանություններ կան, որ տեսեք շտապում է ասում է Ալիևը, որովհետեւ վախենում է ռուսներից։ Ալիևը եւ Ռուսաստանը ինչպես եղել են դաշնակիցներ, այդպես էլ մնում են այդ ինչ որ տենց ժամանակավոր մի քիչ սառեցումներ, հարաբերություն եւ դա մարտավարական մակարդակում, ստրատեգիկ մակարդակում ոչ մեկ այնտեղ ոչ մի քիչ չի վախենում, իրենք շարունակում են նույն գծի մեջ մնալ, նույն քաղաքականությունը վարել եւ այս ամենը պետք է հենց այս մեծ կոնտեքստում մենք նայենք։ Եթե այս ամենի ընկալումը, պատկերացումը եւ ախտորոշումը այն է, ինչ որ դուք նկարագրում եք, գալիս ենք Հայաստանին։ Ինչ է անում Հայաստանը կամ ինչ պիտի անի Հայաստանը։ Տեսեք, ինչ է անում է այն ինչ որ իրենք 4 տարի արդեն, 4.5 տարի անում են, այսինքն ընկել են այդ ուտոպիստական քաղաքաբանի նպատակի հետևից, խաղաղության համաձայնագրի, որ իբր հնարավոր է այն խաղաղություն, որ մենք ենք պատկերացնում, հայերս պատկերացնում ենք, այսինքն երկու իրավահավասար կողմերի խաղաղություն, իրենք այդ ուտոպիայի հետևից ընկել են եւ իրենք չեն ուզում տեսնել իրականությունը, իսկ իրականությունը այսօրվա միջազգային հարաբերությունները, որոնք ահա որ հեռու են խաղաղություն վիճակից, բոլորը բոլորի դեմ ըստ էության պատերազմ է, աշխարհակարգի լուրջ ճգնաժամ է, բոլորս դա գիտենք, դա արդեն կոնտեքստը, որը թելադրում է քեզ, որ դու չես կարող այդ process-ներից առանձին այստեղ մի հատ խաղաղության կղզյակ կառուցել, բայց Հայաստանը ուզում։ Հա, երկրորդը ռուս-ադրբեջանական, ռուս-թուրքական այս առանցքը իրենք դրա էությունը չեն հասկանում, գուցե մեկ-մեկ ոնց որ բառերով ասում են, որ նման բան կա, բայց էությունը չեն հասկանում եւ չեն հասկանում, որ դա տեն ժամանակավոր ինչ որ անցողիկ երևույթ չի, դա հիմնավոր բան է, բավական չեմ ասում հավերժ, բայց հիմնավոր է, եւ երրորդը բուն Ադրբեջանի քաղաքականությունը չեն հասկանում, չեն տեսնում եւ դրանից բխում է այս ուտոպիստական նպատակը։ Հիմա ինչ պետք է անի Հայաստանը իրական պարզ բան։ Այս իրավիճակում Հայաստանը այս 4 տարին պետք է ծախսած լիներ առաջին հերթին սեփական պաշտպանության համակարգը արմատապես բարեփոխելու, սա շատ կարևոր է, ոչ թե զինվելու ուղղակի, այլ արմատապես բարեփոխելու, որովհետև այն մոդելը, որ մենք ունենք պաշտպանության համակարգի, փորձը ցույց տվեց, որ դա չէր աշխատում, դա ադեկվատ չէ, դա մերը չէր ըստ էության, արմատապես փոխելու, լրիվ այլ պաշտպանության ավելի ժամանակակից, ավելի արագ եւ ցույց տալու, որ սուբյեկտիվ վերածվելու եւ ցույց տալու, որ դու արդեն պատրաստ ես եւ կարող ես որոշակի թեկուզ լոկալ մակարդակում ուժային գործողությունների պաշտպանության մասին է խոսքը բնականաբար ուժային գործողությունների որպեսզի գոնե քովեց սկսեն հաշվի նստել այլ ոչ թե անվերջ պահանջներ ներկայացնեն սա ռեալիստական ճանապարհը պետք է լինի ցավոք սրտի այս ռեալիստական ճանապարհը ոչ միայն իշխանությունը չի առաջարկում կամ իրագործում այլ Հայաստանի քաղաքական դաշտի զգալի մասը ըստ էության առաջարկում է նույն ուտոպիայի վարիացիաներ այսինքն մեկը ասում է չգիտեմ ինչ որ այտենց դիվանագիտական ինչ որ ճանապարհ, այլ դիվանագիտական ճանապարհ, բայց ինքը պետք է հիմնավորված լինի ուժային գործոնով։ Մյուսները, չգիտեմ, օրինակ ռուսական ճամբարը ինչ առաջարկում է, ինչ չեմ հասկանում։ Այսինքն քննադատում են, ասում են վատան, բայց ո՞րն է առաջարկը չես հասկանում, ասում են դե գնանք նոյեմբերի 9-ին վերադառնանք, այդպես տեսակ։ Դա ինչ է, դա ինչ լուծում է։ Անհասկանալի է, այսինքն լուծումը ըստ էության չի առաջարկում ոչ միայն այդ մակարդակով, այլ ցավոք սրտի ընդհանրապես քաղաքական դաշտի զգալի մասի կողմից։ Այսինքն չկա լուծում։
իրական կա, ինքը շատ պարզ է, եթե adekvat դու նայում ես իրավիճակին, ոնց պետք է քաղաքական լուծում ընդհանրապես ոնց է կառուցվում։ Առաջին հերթին պետք է վերլուծես գնահատես իրավիճակը մեծ աշխարհում, տարածաշրջանում, քո շուրջ։ Գնահատականից հետո նոր պետք է բխեն քայլերը չպետք է բխեն ինչ-որ դոգմատիզմից, ֆանտազիաներից, ցանկություններից, չգիտեմ, լավ ու վատ բաներից, ոնց որ ասում է բաներ, չէ, Արայիկը Հարությունն էս Ղարաբաղի չստեղի։ Չստեղել հավետ խաղություն, ջեսի այքու մեռնեմ ջանիդ։ Այսինքն ինչ հավետ խաղ, ոնց որ ասես հավետ գարուն։ Ասենք գարունը լավ բան է, թող լինի գարուն, թող լինի, բայց այդ թող լինիով չի, չէ, դու պետք է ռեալ աշխարհում ապրես, որտեղ բացի գարնանից լինում է ձմեռ, ամառ, աշուն, տարբեր բաներ են լինում։ Դա համար իրավիճակային է քաղաքականությունը։ Լուծումը պետք է բխի իրավիճակի քո ճիշտ սթափ գնահատականից։ Լավ, իշխանությունից մեկնաբանեցին, ասացին, որ ոչ մի նախկինում իշխանություն այսպես ասած իրենց բառերով ասած դուխ չի արել, որպեսզի գնա այս բարդ process-ով եւ ի վերջո Հայաստանին տանի այդ հանգրվանին խաղաղ։ Այսօր ազգային ժողովում արտաքին գործերի նախարարը ասում էր, որ եթե այս տեսքով, այս տեքստով չհամաձայնության չգայինք, Հայաստանը Հաջան պատերազմ կլներ էլի։ Հայաստանը շարունակելու էր մնալ խորը մեծ ճահճի մեջ եւ ի վերջո թաղվեր։ Շատ լավ։ Ես Արարատին հələ չեմ լսել ճիշտ է, Արայիկի երեկվա այդ բանը կարդացնեմ ես հայերթով փոցը։ Նախ մի հատ sense բանասիրական դիտարկում է դուխ բառը մեր քաղաքական լեքսիկոնից պետք է ընդհանրապես արգելվի 18 թվից մցրեցին։ Դա նախ հայերեն բառ չի, հայերեն դա կոչվում է հոգի, ոգի, շունչ, չգիտեմ։ Եվ դա կներեք քուչի լեզու է։ Որ քուչում նորմալ է, բայց քաղաքականության մեջ նորմալ չի ու դա տես պատահական բան չէ, որտեղ մտածողություն է թերել, ինչ դուխ ընդհանրապես ինչ կապ ունես ամեն ինչի հետ, միջազգային քաղաքականություն, ինչ դուխ։ Լավ, ես մի կողմ թողնենք։ Հիմա ինչ վերաբերվում է այդ իրանց հանկարծ խաղաղասեր դառնալու, դե լավ է, փառքաստո բոլորին էլ իրանց ճանաչում ենք շատ վաղուց։ Ես ուզում հասկանամ իրանք խաղաղասեր դարձան ինչից հետո, պատերազմը տանուլ տալուց հետո, հանկարծ պայծառացան, այսինքն կոպիտ ասած ծեծ կերան Եվ հանկարծ ինչ, այսինքն ծեծ ուտելով են իրանք ինչ որ բան հասկանում, սկզբունքներ ձևակերպում։ Հիմա կարող եմ մի հատ էլի ծեծ ուտեն ու հանկարծ փոխեն էլի 180 աստիճան ուրիշ ձև դառնան։ Դա ինչ մտածողություն է ընդհանրապես։ Մի կողմ թողած այդ նախկինների հետ իրանց անընդհատ համեմատությունները, որոնց իրանք իրականում նույն փիլիսոփայության շարունակությունն է, ինչ որ ամբողջ երրորդ հանրապետությունը ըստ էության այդ թուլության քարոզը մենք չենք կարող, մենք թույլ ենք, մենք պետք է հանձնվենք կամ ինչ որ չգիտեմ բաներ անենք, տենց ոնց որ խորամանկ ինչ որ եսի ինչեր անենք, բալանսավորենք մեր քաղաքականություն եւ այլն։ Այսինքն հիմա մյուսը ինչ վերաբերում է Արարատ Միրզոյանի ասացին, էլի մի հատ հասկանանք այդ թուղթը, որ իրանք տենց ստորագրում են։ Լավ, եթե դա գոնե մենք պատկերացնենք, որ թեկուզ շատ ծանր գնով, բայց ինչ որ ռեալ խաղացում բերեր, կարելի է երևի խոսալ։ Ինչի մասին է խոսքը։ Թուղթը ստորագրված չի։ Մարդիկ ասում են կստորագրենք մենակ սահմանադրական փոփոխությունից հետո։ Սահմանադրական փոփոխությունը դուք դեռ պետք է անեք։ Ժողովուրդը դա դեռ պետք է հաստատի։ Դա ուրեմն ինչքան տարի արդեն ամիս անցավ։ Մյուսը այս սաղ պահանջների ցանկը, որը դուք ինձնից լավ գիտեք, դուք եք իրանց հետ ամեն օր շփվում։ Ինչ ասել նշում, ում եք դուք էշի տեղ տենում, այդ թղթի կտորն է դառնում, հա, թղթի կտորը խաղաղություն, հա։ Այդպես է ստացվում, դա ինչի մասին է։ Ինչա, մեզ երաշխավորներ են պետք։ Չէ, մեզ երաշխավորներ պետք են մենակ այն դեպքում, երբ որ մենք սկզբում ինքներս վերածվենք երաշխավորի, այսինքն ուժային գործոն ցույց տան, այդ դեպքում կհայտնվեն նաև երաշխավորներ։ Տեսեք, որպեսզի նաև մեզ լսողները փոքրինչ ավելի առարկայական այո, պատկերացում ունենան, երբ որ ասում եք մենք վերածվենք ուժային գործոնի եւ այլն, դրան զուգահեռ օրինակ մենք տեսնում ենք Հայաստանը սպառազինվում է տարբեր երկրների կողմից եւ այլն, ինչ որ բարեփոխումների օրակարգ կա նաև զինված ուժերում, այսինքն ինչ պիտի լինի, որ չի լինում, երբ որ մենք անընդհատ եթե օրինակով փորձեմ խոսել, հետո ավելի բաներ արել։ Տեսեք, մենք ասում ենք, մենք չասում ենք, չէ, իրանք իրական Հայաստան, այս 29000 քառակուսի կիլոմետր սահմանով, այդ սովետական Հայաստանը։ Հիմա այդ իրական իրանց կոչված իրական Հայաստանից մենք բոլորս գիտենք, որ բավականին լուրջ կտորներ կան, որոնք օկուպացված են ընդ որում 20 թվից հետո։ Եվ դրանք չեն, որ պաշտոնապես հայտարարում է, Ալիևը ասում է չեմ վերադարձնում, բարձունքներն են ռազմավարական գրավել եմ, չեմ վերադարձնում։ Հիմա կարող է Հայաստանը այդպիսի նպատակ դնի իր ուժերով, այդ խոսքը ընդամենը մի քանի բանի մասին է, բարձունքի մասին է։ Չէ։ Հետ ինչի՞ չէ։ Զինված ուժերի կազմավորման օրը վարչապետը ասաց Հայաստանի Հանրապետության զինված ուժերը այդ տարածքների վերադարձի ռազմական ճանապարհով լուծելու հրահանգ չեն ստանալու։ Դե տեսնում ես, այսինքն իրական Հայաստանը էլի դառնում է դες ոչ իրական Հայաստան, որովհետև հիմա հարց է, չէ, ջերմուկի դիրքերը իրական Հայաստանի մեջ մտնում են, թե չէ, այդ սենց իրանց բանի, բայց այդ է ուժային գործոն, այսինքն երբ որ դու ցույց ես տալիս, որ դու
պարզ է, դու սկզբից պահանջում ես, բանակցությունների սեղանին ես դնում, ասում ես լավ եղբայր ջան, այսքան ես զիջեցի, այս մի երկու դիրքն էլ դու պետք է զիջես, որովհետև սա բան է, իմ ասած իրական Հայաստանից է, չէ՞, ասենք այդ սահմանների մեջ է։ Եթե նույնիսկ դու դա եթե չի կատարում, դու արդեն պետք է ինքը իմանալ եւ բոլորը պետք է իմանան, դու կարաս այդ լոկալ բուժրիկ հարցը ուժով լուծես, սա է կոչվում ուժային գործով, որովհետև այդ ձևի պետության հետ են գալիս եւ բանակցում։ Տեսեք, ես չեմ ասում գնում ենք Բաքուն գրավենք, չգիտեմ, Գանձակի վրա հայկական դրոշ դնել, խոսքը ընդամենը եւ դա ցուցադրում է քո արդեն, եթե իրոք 4 տարի որ ասում են, հա բարեփոխում ենք, այդ խնդիրը լուծելը բարդ խնդիր չի, էլի 4 տարի բարեփոխելուց հետո հնարավոր է լուծել, եթե իրոք բարեփոխում գնալ, այլ ոչ թե բարեփոխման պատերազմի։ Եթե հասկանում լայնամասշտաբ պատերազմը խաղապար չի ոչ մեկի համար, այդ թվում Ալիևի համար։ Լայնամասշտաբ պատերազմի համար իրանք նույն 20 թվին սպասեցին եւ բռնացրեցին, այսպես ասած, մի հատ միջազգային իրավիճակ, որտեղ միջազգային իրավիճակում պետք է լինի բոլոր ռեգիոնալ ուժերը, մեծ ուժերը պետքա այնպեսի դասավորվածություն լինի ուժերի, որ դու թույլ տաս քեզ այդ լայնածավալ պատերազմը խաղապար չի, թե չէ մինչև հիմա էլ կլիներ։ 4 տարի փորձեր եղել են, չէ՞ փորձեր եղել են էլ ռազմական գործողություններ ծավալել, դա այդքան հեշտ չի իրենց համար նույնպես։ Իրանք էլ այո մի քանի գործողություն լոկալ ծավալել են, բայց մեծ գործողություն չեն ծավալել, որտեղ էլի դա շատ ավելի լուրջ հարց է, դա էլի մենակ ցանկությունով չի։ Լոկալ գործողությունները տեղավորել այդ իրավիճակի մեջ շատ ավելի հեշտ է։ Եվ բացի այդ ամեն դեպքում, եթե բարեփոխումները քո պաշտպանության համակարգի իրոք լինեին բարեփոխում, ոչ թե խոսակցություն բարեփոխման մասին եւ զուտ զենք առնել, իսկ փիլիսոփայությունը ամբողջ պետք է փոխվեր, կառուցվածքը պետք է փոխվեր։ Այդ դեպքում ինչն է խնդիրը, դու 4 տարվա մեջ չես կարող նման, եթե դու 4 տարվա մեջ չես կարող նման լոկալ խնդիր դնել եւ լուծել, եւ դա այնպես նաեւ քաղաքականի որ չբերի լայնամասշտաբ պատերազմին, բայց ինչի մասին է խոսքը։ Տեսեք, նախորդ այսպես ասենք հանրային ընկալումները բաժանվել են երկու մասի, մի մասը այսպես հույսով սպասում է, որ վերջապես իրոք հարաբերությունները կկարգավորվի եւ այդ խաղաղությունը կհաստատվի եւ այլն, մի մասը այսպես ասենք բավականին սուր արձագանքում է, ընկել է շատ ավելի խորը մտահոգությունների, մտավախությունների մեջ։ Հիմա փաստորեն ձեր խոսքերից ոչ նրանց է դարման լինում, ոչ նրանց է լինում։ Դե հա, որովհետեւ քաղաքական խոսքը դարմանի համար չի, քաղաքական խոսքը նախ պետք է adekvat լինի իրավիճակին։ Հիմա էլ եմ ասում, ես հասկանում եմ մարդկանց, իհարկե մարդիկ ուզում են խաղաղություն լինի եւ մարդիկ ուզում են խաղաղ հանգիստ ապրել, դա բնական մարդկային բոլորիս ցանկություն է, բնականաբար։ Բայց մենք չենք կարող այդքան իրականությունից կտրվել, որ այս թղթի համաձայնությունը նույնիսկ ոչ ստորագրումը կոչել խաղաղության սկիզբ թեկուզ։ Չենք կարող, արդեն խոսել ենք թե ինչու։ Մյուսը, ես կողմ եմ միշտ սառնասիրտ մոտեցման, այդ էմոցիոնալ անեծքներով, նեզովքներով մոտեցումը ինքը չի բերում արդյունքի։ Սառնասիրտ մոտեցման դեպքում մենք կարող ենք իրավիճակ փոխել միանակ մի պարագայում։ Եթե մենք կարողանանք ներսում փոխել իշխանություն, նոր կառավարություն ձևավորել եւ դրանից առաջ ռեալ այլընտրանք ձևակերպել այս իշխանությանը, որտեղ ռեալ այլընտրանքը դա այն չի, որ դու ուղղակի նզովում ես, քրֆում ես ու չգիտեմ ինչ որ էմոցիոնալ բաներ ես ուզում։ Ռեալ եւ համարձակ պետք է լինես եւ չպետք է վախենաս, որ քո ասածները պոպուլյար չեն։ Ես հասկանում եմ, որ երբ որ օրինակ մենք ասում ենք ուժային լուծում, չգիտեմ, ուժային գործոն եւ այլն, դա շատ պոպուլյար չի դարձնում քեզ այս կարճ ժամանակի մեջ, որտեղ մարդիկ վախենում են եւ մարդիկ հույս ունեն, որ այլ տարբերակ կա։ Բայց երկարատևի մեջ մարդիկ տեսնում են, որ դու ճիշտ ես, որտեղ այլ տարբերակներ չի աշխատում եւ այլընտրանքը քո պետքա ռեալ լինի, անկեղծ լինի, ազնիվ լինի։ Եվ դրանից հետո այդ այլընտրանքը ձևավորելուց հետո պետքա ձևավորվի նոր կառավարություն, ի վերջո մենք ընտրություններ ունենք 1 տարուց հետո։ Արդեն մենք դրա մասին պետք է մտածենք եւ դրանից հետո նոր քաղաքականություն վարվի, նոր փիլիսոփայությամբ, նոր եւ իրոք անկախ Հայաստան մենք սկսենք կառուցել։ Սա դեռ 91 թվի կառուցած այդ երրորդ հանրապետության ուրվականն է, որ մինչև հիմա ապրում է։ Խաղաղության համաձայնագրի այլընտրանքը պատերազմն է, ըստ տեսեք, Շիրայր ջան, այդ պատերազմը էլի որ մենք ես իշխանությունից եմ մեջբերումներ անում։ Հա, հասկանում եմ։ Հիմա պատերազմը թե խաղաղությունը էլի մենք չենք ընտրում ի վերջո, մենակ մենք չենք ընտրում։ Այս խեղճ հայ ժողովրդին բոլորը, մենակ Նիկոլենք չէ, չգիտես ինչի քալոզում են անդալ, որ այդ հայ ժողովուրդն է ամեն ինչի պատասխանատուն մեղրո, այլ չգնացին ինչ որ 20 թվին ինչ որ տես ֆանտաստիկ իբր լուծման եղավ պատերազմ։ Իբր հայ ժողովուրդը մենակով, այնքան հզոր է, որ կարա ամբողջ այս գեոպոլիտիկ սահմանները փոխի, ինքը որոշում ընդունի լինի խաղաղություն թե պատերազմ, այդպես չի աշխատում աշխարհում, չէ՞։ Կամ այդ նույն մարդիկ, որոնք ասում են մի կողմից որ հայ ժողովուրդը այդքան թույլ է, բան չի կարող անել, մյուս կողմից իրանց որ լսես ստացվում է, որ այդ մենակ մենք ենք ընտրում խաղաղություն թե պատերազմ, այդպես չի։ Էլի եմ ասում, մենք կարող ենք շատ բան ուզել, պատերազմը իրականություն է,
Պատերազմը 20 թվականից հետո չէր ավարտվել, երբ ավարտվել։ Պատերազմը ռազմական գործողություններ չեն, մենակ թշնամանքը ավարտվել է Հայաստանի դեմ։ Հիմա ավարտվում է Հայաստանի դեմ նաև լոկալ ռազմական գործողություններ են եղել այդ 20 թվականից հետո։ Բացի այդ փաստացի պատերազմ նշանակում է քո դեմ անընդհատ ուժային դիրքից են, չէ՞, այդ պահանջները Ադրբեջանը որ պահանջում է, ինքը ուժային դիրքից է խոսում քո հետ։ Ու դու ուժային դիրքին ինչ կարող ես հակադրել, եթե ինքը ասում է, գիտես ինչ, պետք է վերադառնան թուրքերը Հայաստան։ Դու ասում ես, սենց չէ, ոնց, ասում եմ, բայց ես հաղթել եմ, պետք է վերադառնան, ես որ ասում եմ չես անի, ես ինձ կանեմ որ կվերադառնան։ Սա անդադ ուժային շանտաժ է։ Նույն Նիկոլ Փաշինյանը անցյալ տարի որ գնաց ոսկեպար, ինչ ասաց, չանենք, պատերազմը կսկսվի։ Այսինքն ամեն ինչ լեգիտիմացում է ուժային գործոնով, այսպես թե այնպես։ Բայց եթե դա պատերազմ չի, բա դա ի՞նչ է։ Ու դու դրան ինչով հակադարձես, բարի կամքով, բարի ժպիտով, քրիստոնեաբար, հա, ասենք, չգիտեմ, քաղաքականության մեջ դա անցնում է։ Եվ վերջին հարցը, որ այսօր ես բոլորին տալիս եմ, ինչու հիմա Հայաստանը համաձայնեց այդ առաջարկ պահանջներին։ Ես ինչու հիմա նախ այսպես թե այնպես process-ը գնում էր եւ անցյալ տարվանից էլ ոնց որ զգացում էր, որ համաձայնությունը մոտենում է, ես այդպես եմ տեսել, ես դեռ շատ չեմ զարմացել, որովհետեւ այո, մերոնց կողմից մեկնաբանությունները անդադ լինում էին, որ դե այդ երկու կետն էլ որ մնացել է, ոնց որ զգացում էր, որ կա նաև Մինսկի խմբի հետ կապված եղան հայտարարություն, որ դրան էլ։ Չէ, այստեղ ինչ եմ ուզում հասկանամ, էլի, տեսեք, երբ որ ասում եք մենք ինչ ենք հակադրում այդ ուժային մոտեցումներին կամ ուժային պարտադրանքներին եւ այլն, հակադրում ենք մեր կառուցողականությունը, հակադրում ենք խաղաղության մեր ձգտումը եւ այլն եւ այլն եւ այլն, բա եթե դա է մեր հակադրելու միակ բանը կամ դա է մեր հակադրելու կարողությունը կամ ունեցածը, բա ինչի մի տարի առաջ չենք համաձայնում այս երկու պայմաններին, որ այս մի տարի մեզ համար այսպես հանգիստ նստեին։ Գիտես լավ հարց ես տալիս, ջան, այդ հարցը շուրջ ես չեմ կարող հստակ պատասխան տալ, անկեղծ, չեմ կարող հստակ պատասխան տալ, ես չեմ սիրում մի բան ասել, որ չեմ մտածել ինքս, չեմ վերլուծել իմ համար, համենայն դեպս դե անցած տարին նաև միջազգային իրավիճակ էր այլ։ Եվ անցած տարի եթե հիշում եք, էլի ասում են, որ չէ մի տարվա վերջ կստորագրենք, այնտեղ չգիտեմ, նաև ամերիկյան այլ վարչակարգ էր, այդ վարչակարգը մի քիչ այլ քաղաքականություն էր վարում, Ադրբեջանը մի պահ նույնիսկ եղավ հոկտեմբերի կեսից նոյեմբեր կարծեմ այդ որ հագին մեղմացրեց, իրոք մեղմացրեց իր դիրքորոշումները, նաև պարզ չէր այդ ժամանակ Ամերիկայի այցել ընտրությունների արդյունքը եւ այդ ֆոնին լավ մեղմացրել են, ես նույնիսկ դրա մասին ասել եմ, նույնիսկ Միչանսկի պահանջն էին մի պահ այսպես բանալի փրկողություն չունի եւ Եվան եւ սա իրենց ռետորիկան համարյա զրոյացել է, բացի այդ մի քիչ արևմտյան Ադրբեջանը մի փոքր պահել են։ Հիմա ասիկան նաև process-ները միջազգային այլ են, հիմա այլ են, հասկանալի է միգուցե այդ կոնտեքստը ազդել է, բայց անկեղծ ես այս պահին դրա տենց պատասխանը չունեմ, նաև այդքան էական չի ճիշտը, որ ասեմ իմ համար ինչի հիմա։ Ուզում եմ հասկանալ, էլի ինչ է ուզում Հայաստանը կանխարգելել այդ համաձայնությամբ, ինչ։ Չեմ կարծում, որ այդտեղ ինչ-որ խորամանկ պլան կա, ես կարծում եմ, որ ուղղակի ընդհանուր իրանց ռազմավարությունը, որ իրանք այդպես որդեգրել են իրանց ասած դուխով եւ այդ ուտոպիստական մտածողությունը եւ այն որ իրանք այդ պարտության տակից չեն դուրս գալու երբեք հոգեբանորեն նաև եւ իրենք չեն կարող երբեք կառուցել այն Հայաստանը, որը կվերածվի նորից սուբյեկտի միջազգային հարաբերություն, որտեղ այդ պարտությունը իրանք վերջնականապես որպես քաղաքական որպես քաղաքական չգիտեմ գործիչներ ասեմ ոնց իրանք մասին ասեմ իրանք վերջնականապես շարքից հանել իրենք այլևս իրականությունը adekvat չեն կարող տեսնել։ Պարոն Տեր-Աբրահամյան, հանել Եվրամիության քաղաքացիական դիվանագիտական առաքելությանը սահմանները։ Այդ ինքնույն հարցին պատասխան, որտեղ ես որքան հասկանում եմ այդ կետը, իրոք իհարկե պետք է մի հատ մեկնաբանություն նորմալ տեսնենք իրանցից, այդ կետը ես որքան հասկանում, պետք վերաբերում է դրան, բա ուրիշ ինչին պետք է վերաբերվի։ Մանավանդ եթե հաշվի ենք առնում Ադրբեջանի քաղաքական կոնտեքստը, որ ել եմ ասում, շատ անտանելի, շատ թշնամաբար իրենք գրում են այդ էլի օրվա ռեժիմով այդ եվրոդիտորների մասին, բան ուրեմն եվրոպական շպիոնները, չգիտեմ Ադրբեջանի հետախուզեն, որ իրանք շպիոնսկայ միսիա, այսինքն ռուսերենով եմ կարդում, գրում են շպիոնսկայ միսիա, շպիոնական առաքելություն եւ դե շատ տրամաբանական է, դրան պետք է վերաբերվի։ Երեք, այո, որոշակի մեկնաբանություններ եղան, բայց էլի խճճվեց իրավիճակը։ Մերոնց կողմից ոնց որ չի եղել, չէ՞։ Նախարարը էլի խորհրդանում այսօր ասաց այդ հարցի մասին, որ իրենք հուսով են, որ Եվրամիության հետ կգան փոխընդունելի լուծման այդ հարցում։ Հայաստանը եւ Եվրամիությունը։ Այո, այդ հարցում։ Դե ես այսինքն դա վերաբերում է դրան։ Ես տակտես կմեկնաբանեի, որ եթե այդպես է ասել, դա նշանակում է, որ հա դրան է վերաբերում։ Եթե մենք Եվրամիության դիվանագիտական քաղաքացիական առաքելությունը համարում ենք երրորդ ուժ, ճանաչում ենք իրան այդպես, իսկ ինչի՞ չպիտի օրինակ Հայաստանը
սահմանից կամ սահմանային բնակավայրերից հեռացնի դիվանագիտական այլ առաքելությունները կամ ծառայությունները, եթե Ադրբեջանը ուզի։ Դա իրանց է պետք ասնել, ընդհանրապես տրամաբանությունը, որ իրանք կնքեցին, երկարացրեցին, չէ՞, Եվրամիության, Եվրոառաքելության բանը, ու հիմա պետք է հանեն, սա էլ իրանց պետք է ասնել, սա ինչ տրամաբանություն է, որովհետև դա հստակ եւ Ադրբեջանի եւ բնականաբար դա նաեւ Ռուսաստանի պահանջն է։ Կամ էլ իրենք մտածում են, որ այս համաձայնագիրը միևնույն չի ստորագրելու Ադրբեջանը, դիտորդներն էլ այդպես մնալու են։ Ոչ, չեմ կարծում իրանք տենց մտածողություն իրանք չունեն։ Նույնիսկ կարամ ասեմ, ես ունեմ ընկերներ, նետում են Ադրբեջանի դաշտ։ Ես ունեմ ընկերներ, որոնք հավատում են, որ Նիկոլենք ունեն խորամանկ պլան, այս ամեն ինչը հատուկ անում են, որ ժամանակ շահեն, հետո եսի ինչ անեն։ Ես դες բաների չեմ հավատում։ Թող լինի, մենք իրենք չուզող։ Այդ խորամանկ պլանը հաստատ չկա, կա այն ինչ որ իրանք ասում են, հենց այդպես էլ կա։ Տարբեր շրջանակներ նախորդ մեկնաբանում են գնդակը Ադրբեջանի դաշտում է, դուք համաձայն եք։ Գնդակը Ադրբեջանի դաշտում չէ, Ադրբեջանը շատ հստակ ասել է ինքը ինչ ուզում, ինչ գնդակ։ Մարդիկ շատ հստակ պաշտոնապես ասեն, լավ եք արել, ապրեք բալիկներ ջան, դա հիմա սահմանադրություններ կփոխեք, Մինսկի խումբներ կլուծարեք, ինչ Կապիրնիկն էլ չէ, վերջերս հարցազրույց տվեց Մինսկի խումբը ըստ էության հաստատելով, որ դա նաև իրենց ցանկությունն է, եւ վերջ։ Շատ հստակ է ինչ գնդակ, ոչ մի գնդակ չկա, այդտեղ գնդակը միշտ էլ Հայաստանի դաշտում է այդպես որ վերցնես։ Հիմա հաջորդ պահանջը կատարեք։ Դրանից հետո կխոսանք, որտեղ այդ ամբողջ 3 քայլանոցը իրենք նույնիսկ էլի Օրինակ այնտեղ չեմ հիշում ով է նախկին իրենց արտգործնախարարն է, կարծեմ շատ բաց ասել է, սկզբից ստորագրում են խաղաղության պայմանագիր, դրանից հետո ադրբեջանցիների վերադարձի հարցն է լուծվում, այնտեղ էլի ապա միլիտարիզացիայի հարցը, երրորդով Հայաստանը իրան ճանաչում է մեղավոր, այս իրենց պլանն է, բաց խոսում են։ Այսինքն քայլերը կան։ Երրորդով հիմա էլի մեզ կասեն դե իրանք դրան չեն կարողանա հասնել եւ կհասնեն, թե չեն հասնի, այդ ուրիշ բան է։ Բայց պլանը իրանք քաղաքական դա է։ Ես չեմ ասում անպայման կհասնեն, բայց մենք ճիշտ գնահատենք, հասկանանք, չէ՞, դիմացին է։ Ինչ քաղաքականություն է, որ մենք ինչ ակնկալենք։ Հիմա եթե մենք ակնկալում ենք խաղաղություն եւ անտեսում ենք, որ դիմացինի պլանը խաղաղություն չի, այլ այս 3 փուլանոց ստրատեգիան է, ուրեմն մենք օդի մեջ ինչ որ բանով ենք զբաղված, ռեալ բանով մենք չենք զբաղված։ Ռեալը սա է, ռեալ նպատակը մարդկանց սա է։ Դա անտեսելով դու քաղաքականություն չես կարող վարես։ Շնորհակալություն։ Խնդրեմ շիրեջ ջան։ Զրուցակիցս պատմաբան Մարտական եղբայրության միաբանության անդամ Հրանտ Տեր-Աբրահամյանն էր։ Ես Ժիրայր Ոսկանյանն եմ, շարունակեք հետևել Առաջինի աշխատանքին։